Եկեք ֆիքսենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, իշխանության եւ կառավարման օրոք տարիներին իրականանում են մանկության դպրոցական երազանքները։ Պարոն Հարությունյան, ողջունում եմ ձեր թեկնածությունը եւ երկու հարց ունեմ։ Պարոն Վարդևանյանը ասեց, որ մի դրվագով ասեց, որ մի քանի кейսեր են եղել, որոնք նա անվճար պաշտպանել է, իր ծառայություններն է մատուցել անվճար։ Ես ձեր հետ կապված մեկ դեպք, որին մենք միասին առնչություն ենք ունեցել, գիտեմ։ Կան էլի դեպքեր, գործեր, որ դուք անվճար պաշտպանել եք, իրականացրել եք պաշտպանություն, եւ երկրորդ հարցը, պարոն Բագրատյան ձեռք է բարձրանում, հավանաբար իրեն եք պաշտպանել կամ Եվ երկրորդ հարցը ինչպես եք վերաբերում Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմին, կիսում եք մեր իշխանության մտահոգությունը դրա հետ կապված թե ոչ։ Պարոն Սարգսյան, նախ շնորհակալություն հարցի համար։ Այո, կան իրականում, որ ասեմ 1 տասնյակ հաստատ իմացեք մի քանի անգամ քիչ ներկայացրած կլինեմ, որտեղ նույնիսկ վերջի տարիներին, երբ որ իրավապաշտպան գործունեությունը դարձավ ամբողջությամբ վճարովի, նույնիսկ այդ պայմաններում մենք նախորդ ժամանակներից սկսած ունեինք շատ մեծ ծավալ, մոտավորապես պատկերացրեք չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ երևի ամբողջ գործերի մոտավոր մի 25%-ը մեր գրասենյակը անվճար հիմունքներով է մատուցել ծառայությունները։ Կներեք երկրորդ հարցը, հա իհարկե հիբրիդային պատերազմին չեմ կարող դրական վերաբերվեմ, դա նույն պատերազմն է, ընդամենը առանց պաշտոնապես պատերազմ հայտարարելու, որը այսօր շատ տարածված է ու այդ մասով կարծում եմ պետությունը հատկապես Եվրոմիության հետ առավել սերտ պետք է համագործակցի, որպեսզի կարողանա կիբերհանցագործությունների եւ տեխնոլոգիապես առավել հագեցած իրավիճակ ձեռք բերի, որ փորձի կանխի տարբեր տեսակի հիբրիդային պատերազմները, ինչը չերևացող առավել մեծ վտանգ է նույնիսկ, քան որոշ դեպքերում երևացող առկա վտանգները, որի մասին խոսում ենք։ Շնորհակալություն։ Արձագանք Շնորհակալություն պատասխանի համար։ Ես կօգտագործեմ արձագանքի հնարավորությունը եւս մեկ հարց ուղղելու ձեզ, պարոն Հարությունյան, դուք որպես սույն հանձնաժողովի նախագահի թեկնածու, դուք ծանոթ եք արդյոք Ֆարմանյանը եւ այլ կնդեմ Հայաստանի գործով կայացված վճռին, մարտի 1-ի մասին է խոսքը, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նախորդ տարի է այդ Մի վարքյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն։ Չէ, պարոն Ֆարմանյան, դուք այդ ժամանակ դժվար թե որտեղ եք աշխատում կամ Մի վարքյան, հարգելի գործընկերներ, լռություն խնդրում եմ վերականգնեք պարոն Սարգսյանի ժամանակը, համեցեք պարոն Սարգսյան։ Պարոն Հարությունյան, եթե ուզեք նորից կրկնեմ հարցը, Եթե դժվար դուք ծանոթ եք արդյոք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացած վճռին, Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռին, դա վերաբերում է մարտի 1-ին, եւ ինձ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, ձեր կարծիքը, ձեր մոտեցումը այդ գործին։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն հարցի համար, տեսեք, հենց կոնկրետ այդ գործը դժվարությամբ եմ մտաբերում, բայց առհասարակ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի ակտերին առիթ եմ ունեցել բավականին մանրամասն ծանոթանալու, ցանկացած դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, այդ թվում եւ հատկապես Եվրոպական դատարանի կողմից կայացված, բնականաբար գնահատում եմ բացասական մեր պետության տեսանկյունից, որովհետև ինձ համար որպես իրավաբանի միշտ չակերտներով ասած ցավալի է եղել լսել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել այնպիսի մասշտաբի իրավունքների ոտնահարում, որպիսի գործը հասել է Եվրոպական դատարան բավարար չէ, մի հատ էլ ամրագրվել է ազգային դատարանների կողմից, դրա խախտման փաստ է։
Շնորհակալություն։